Եթե տեղեկատվական դաշտում ադրբեջանական ամենօրվա կտրվածքով տարածվում են վիրավորական արտահայտություններ, ռասայական խտրականության հրապարակումներ, կա նաև հստակ ընդգծված ատելություն հայերի նկատմամբ, ես ոնց հավատամ, որ խաղաղություն հնարավոր է։ Ես պետք է առնվազն հիմար լինեմ, ի վրա եմ բերում օրինակը, որ չվիրավորեմ որևէ մեկին։ Ես պետք է հիմար լինեմ, որ հավատամ Նիկոլ Փաշինյանի խաղաղությանը, որովհետև ըստ երևույթին ոչ թե դա խաղաղություն է։ Ես եթե չեմ սխալվում, արդեն 4 տարի այդ բառակապակցությունը կրկնում եմ։ Նիկոլը ոչ թե խոստացել է խաղաղության դարաշրջան, այլ հենց Նիկոլի ջարդի դարաշրջան, որովհետև 20-րդ դարի սկզբին, երբ որ մենք ունեցանք, այսինքն Արևմտյան Հայաստանը ուներ նոր երիտ թուրքեր, իրենք էլ էին խոստանում լրիվ ուրիշ Թուրքիա, լրիվ ուրիշ մակարդակով հարաբերություններ լավ առումով էլ է հայերի եւ թուրքերի միջեւ, բայց տեսանք ինչ տեղի ունեցավ։ Հիմա սրանք նույն քարոզչական կամ թուրքական պրոյեկտի մաս են կազմում երևի, որովհետև խոսույթները այն ժամանակվա ու հիմիկվա նույնն է,